Բարի օր, այսօր խոսելու ենք թրոմբոֆիլիայի կամ արյան մակարդման խնդիրների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի հեմոֆիլիա եւ թրոմբոզի կենտրոնի բժիշկ արյունաբան Նելի Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թերևս մեր զրույցը սկսենք արյան մակարդման խնդրից, ինչ է ինձ ներկայացնում արյան մակարդումը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ հոկտեմբերի 13-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես թրոմբոզի համաշխարհային օր, եւս մեկ անգամ իրազեկելով թրոմբոզների պրոֆիլակտիկայի եւ բուժման կարեւորությունը։ Արյան մակարդելությունը, մակարդման համակարգը դա մի բարդ բազմագործոն համակարգ է եւ դա այսպես ասած մեկ բաղադրիչով չի իրականանում, հա։ Մենք ունենք բազմաթիվ գործոններ, 10-ից ավել գործոններ, որոնք ապահովում են արյան մակարդելությունը եւ այդ գործոնները սովորական հանգիստ պայմաններում քնած են։ Եթե լինում է որևէ մի խնդիր, անոթի վնասում, գործոնները ակտիվանում են, ձևավորելով խցան եւ ապահովելով արյունականգը։ Եվ հենց այս գործոնների հավասարակշռության խախտումն է, որ բերում է կամ թրոմբագոյացման, կամ հակառակը արյունահոսության։ Ընդհանրապես արյան խումբը կապ ունի նրա հետ, որ մարդու մոտ հետագայում կյանքի ընթացքում կարող են զարգանալ արյան մակարդման հետ կապված խնդիրներ։ Չկան նման ապացուցված հետազոտություններ եւ արյան խումբը որևէ կապ չունի հետագայում թրոմբոզի կամ մակարդելության խնդրի առաջացման ռիսկի հետ։ Ինչն է հանդիսանում այս թրոմբոֆիլիայի զարգացման պատճառը։ Նախ նշեմ առաջին հերթին, որ թրոմբոֆիլիան դա հիվանդություն չէ։ Թրոմբոֆիլիան ընդհանրապես վիճակ է, որը բերում է, մեծացնում է թրոմբոզի ռիսկը։ Ինչ է դա նշանակում, որ թրոմբոֆիլիա ունեցող մարդիկ, որոնց մոտ կան համապատասխան հրահրող հավելյալ թրոմբոզի ռիսկի գործոններ, այդ մարդկանց մոտ թրոմբոզի ռիսկը մի քանի անգամ, նույնիսկ տասնյակ անգամներ ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, ովքեր չունեն թրոմբոֆիլիա։ Իսկ թրոմբոզը տարբերվում է թրոմբոֆիլիայից նրանով, որ թրոմբոզը արդեն անոթի լուսանցքի խցանումն է արյան մակարդուկով։ Կարճ ասած, թրոմբոֆիլիան դա ռիսկն է, իսկ թրոմբոզը արդեն իրադարձությունն է, որը պահանջում է բուժում։ Թրոմբոֆիլիան ընդհանրապես ունի ժառանգական բնույթ, թե կարող է կյանքի ընթացքում ի հայտ գալ։ Թրոմբոֆիլիան միայն ժառանգական չի, թրոմբոֆիլիան կարող է առաջանալ նաև կյանքի ընթացքում լինել ձեռքբերովի։ Մի փոքր խոսեմ ժառանգական թրոմբոֆիլիաների մասին, դրանք պայմանավորված են մի շարք գենետիկ մուտացիաներով, ես նշեմ ամենահաճախ հանդիպող մուտացիայի մասին, դա Լեյդենի մուտացիան է, որը ամենատարածվածն է ազգաբնակչության մեջ, ինչեր են ինձ ներկայացնում, ավելի մատչելի լեզվով ասեմ, օրգանիզմում ունենք 10-ից ավել գործոններ, որոնք պատասխանատու են, որ ապահովեն արյունականգ։ Եթե տեղի ունենում անոթի վնասում, այդ գործոնները պետք է ակտիվանան, որ մեզ պաշտպանեն արյունահոսությունից, իսկ Լեյդենի մուտացիայի դեպքում արդեն ակտիվացված անոթը նորից չի ակտիվանում եւ դա բերում է թրոմբոզի։ Լեյդենը բավական տարածված է, բնակչության 1-ից 5% ունի դրա հետերոզիգոտ ձևը, հետերոզիգոտ նշանակում է 1 գենն է մուտացիայի ենթարկված եւ այս դեպքում թրոմբոզի ռիսկը մեծանում է մոտավորապես 7 անգամ։ Իսկ հոմոզիգոտ ձևերը դրանք շատ ավելի հազվադեպ ձևեր են, այս դեպքում 2 գենն էլ պետք է շեղված լինի։ Սա արդեն թրոմբոզի շատ բարձր ռիսկ ունեցող գենետիկ մուտացիա է եւ ռիսկը մեծանում է մոտավորապես 20 անգամ։ Եվ այո, թրոմբոֆիլիան միայն ժառանգական չի, կա նաև ձեռքբերովի թրոմբոֆիլիա։ Ձեռքբերովի թրոմբոֆիլիաներից առանձնացնեմ իմուն համակարգի հիվանդություն հակաֆոսֆոլիպիդային սինդրոմը։ Դա առաջանում է կյանքի ինչ-որ մի փուլում, մեծամասամբ պատճառը անհայտ է։ Ինչ է լինում, սեփական իմուն համակարգը սկսում է արտադրել հակամարմիններ, սեփական անոթների նկատմամբ բերելով կրկնվող թրոմբոզների եւ վիժումների։ Ձեռքբերովի թրոմբոֆիլիայի նաև քաղցկեղը, երկարատև թռիչքը, որոշակի դեղամիջոցների, օրինակ օրալ կոնտրացեպտիվների օգտագործումը, այսպիսով ավելի ընդհանրական ասել, թրոմբոֆիլիան դա որոշակի գեների եւ կյանքի հանգամանքների համադրությունն է եւ հենց այդ հանգամանքների համադրությունն է որոշում թրոմբոզի առաջացման ռիսկը։ Երկարատև թռիչք, այսինքն եթե Հայաստանից գնան Չինաստան, կարող է հիվանդությունը զարգանալ։ Երկարատև թռիչքը, այո, եւս թրոմբոզի առաջացման ռիսկ է, 8 ժամ եւ ավել թռիչքների մասին է խոսքը գնում։
Այս դեպքում խորհուրդ ենք տալիս հատկապես այն մարդկանց, ովքեր ունեն թրոմբոֆիլիա, ունեն իրենց ընտանեկան պատմությունում թրոմբոզների ռիսկ, մոտավորապես 2-3 ժամը մեկ վեր կենալ, քայլել, չջրազրկվել, անհրաժեշտության դեպքում նաև էլաստիկ կոմպրեսիաների, դա էլաստիկ գիտրիների կրումն է եւ արդեն եթե նախկինում օրինակ ունեցել է թրոմբոզ, նաև ըստ անհրաժեշտության, ըստ ցուցման կարող է իրականում կարիք լինել նաև պրոֆիլակտիկ հակամակարդիչների նշանակում, հակամակարդիչը դա նույն արյունը ջրիկացնող դեղերն են։ Աղինների մոտ եւս զարգանում է հիվանդությունը եւ անցողիկ է թե մնում է։ Սա նորից կարևոր հարց է, հա, թրոմբոֆիլիան անցողիկ է, թե անցողիկ չի, մեզ հաճախ դիմում են կանայք, որոնց մոտ հայտնաբերվում է հղիության ընթացքում թրոմբոֆիլիա։ Հղիությունը ինքը արդեն արյան մակարդելիությունը բարձրացնող վիճակ է, իսկ թրոմբոֆիլիայի առկայությունը կարող է բազմապատկել այդ խնդիրը եւ ըստ անհրաժեշտության կարիք լինի հղիների նշանակել հակամակարդիչները դրանք նույն ավելի տարածված լեզվով արյունը ջրիկացնող դեղերն են։ Հղիները, որոնց մոտ հայտնաբերվել է, մեզ հարցնում են. ես հետագայում նորից այս խնդիրը ունենալու եմ, թե այսինքն մշտական հակամակարդիչներ ստանալու եմ, թե մենք միայն հղիության ընթացքում ենք ստանալու, միայն հղիության ընթացքում կամ կյանքի ընթացքում, եթե կրկին լինեն որոշակի ռիսկի գործոններ, որոնք մեծացնում են թրոմբոզի ռիսկը։ Ընդհանուր առմամբ մոտեցումը այսպիսին է՝ հղիին նշանակել հակամակարդիչ թե ոչ, պետք է գումարել բոլոր ռիսկի գործոնները եւ եթե ստանում ենք ինչ-որ մի գումարային ցուցանիշ ու հղին մտնում է բարձր ռիսկի խումբ, այդ դեպքում նշանակվում է անտիկոագուլյանտ, հա, հակամակարդիչը։ Հավելյալ ռիսկի գործոնները դա հղի բարձր տարիքն է, քրոնիկական հիվանդությունների առկայությունը, օրինակ շաքարային դիաբետը, հավելյալ քաշը, այո, ճարպակալումը եւս թրոմբոզի առաջացման ռիսկ է, բազմապտուղ հղիությունը, արտամարմնային բեղմնավորման հղիությունները, այս բոլոր ռիսկի գործոնները գումարելով որոշում ենք, եթե հղին մտնում է ռիսկի խումբ, ապա անպայման նշանակվում է հակամակարդիչ հետագա թրոմբա կանխարգելման նպատակով։ Իսկ միայն թրոմբոֆիլիայի առկայությունը դեռ ցուցում չէ նշանակել հղին հակամակարդիչներ, իհարկե դա կախված է նաև տեսակից, հա, որ տեսակի թրոմբոֆիլիան է հայտնաբերված, բարձր ռիսկի թե միջին ռիսկի թրոմբոֆիլիա։ Նաև թրոմբոֆիլիա զարգանում է, երբ հորմոնալ հակաբեղմնավորիչներ են օգտագործում։ Թրոմբոֆիլիան հորմոնալ հակաբեղմնավորիչներ ստանալու ընթացքում չի զարգանում։ Թրոմբոֆիլիան եթե ժառանգական է, դա արդեն կա, իսկ ձեռքբերովի թրոմբոֆիլիայի դեպքում հորմոնալ հակաբեղմնավորիչներ ստանալու ընթացքում մեծանում է թրոմբոզի ռիսկը, բայց այստեղ տարբերություն կա, որ հորմոնալ հակաբեղմնավորիչի մասին է խոսքը։ Կան երկու տեսակի հորմոնալ հակաբեղմնավորիչներ, մեկը դա էստրոգեն պարունակող հորմոնալ հակաբեղմնավորիչներն են, որոնց դեպքում այո մեծանում է թրոմբոզների ռիսկը, իսկ թրոմբոզների կանխարգելման տեսանկյունից ավելի նախընտրելի են մյուս պրոգեստերոն պարունակող հորմոնալ հակաբեղմնավորիչները, որոնց դեպքում ապացուցված է, որ չկա թրոմբոզի առաջացման ռիսկ։ Սակայն մոտեցումը այսպես է, հա, եթե գինեկոլոգը կարիք է տեսնում, ցուցում է տեսնում, որ պացիենտը պետք է ստանա էստրոգեն պարունակող հորմոնալ հակաբեղմնավորիչ, ապա կրկին գնահատվում է ռիսկի գործոնների հանրագումար, եթե տեսնում ենք, որ տարիքը բարձր է, կա ճարպակալում, այսինքն կա թրոմբոզի ռիսկ, էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչը նշանակվում է զուգահեռ տալով հակամակարդիչ արյունը ջրիկացնող։ Եթե բարձր ռիսկի խումբ չի, հնարավոր է նույնիսկ պարզապես հսկողություն հորմոնալ հակաբեղմնավորիչներ խմելու ընթացքում։ Երեխաների մոտ եւս հնարավոր է զարգանա հիվանդությունը։ Ժառանգական թրոմբոֆիլիա երեխաները եւս կարող են ունենալ, քանի որ դա ժառանգական հիվանդություն է, բայց երեխաների մոտ հիմնականում չի դրսևորվում, որտեղ մեծամասամբ երեխաները առողջ պոպուլյացիա են, ընդհանուր առմամբ որն է թրոմբոֆիլիայի հետագա դրսևորման ռիսկի գործոնները, հա, բոլոր այն պայմանները, երբ տեղի ունենում անոթի վնասում։ Դա վիրահատություններն են, քաղցկեղ, հղիություններ, հետծննդյան շրջան, իսկ քանի որ երեխաները մեծամասամբ առողջ պոպուլյացիա են, նրանց մոտ թրոմբոզների ռիսկը բարձր չէ։ Պատահում է հազվադեպ, բայց դրանք ավելի քիչ են ընդհանուր ազգաբնակչության հետ համեմատ։ Իսկ որ ախտանշաններ են հուշում թրոմբոֆիլիայի իհայտ գալու մասին, հիմնականում ասում է, չէ, որ ոտքերը կարմրած են կամ այտուցված, դա կապ ունի։
Թրոմբոֆիլիայի արկայության մասին այդպես հուշող հատուկ նշաններ չկան, կան ցուցումներ, երբ ստուգել թրոմբոֆիլիա, ընդհանուր համատարած թրոմբոֆիլիա ստուգելու նպատակահարմարություն չկա։ Ինչի, որտեղ եթե անգամ ստուգեցինք ու հայտնաբերվեց ինչ-որ մի գենետիկ մուտացիա, դա չի նշանակում, որ տվյալ մարդուն պետք է նշանակել որևէ հակամակարդիչ։ Ցուցումները հետևյալն են, երբ ստուգել, եթե առաջի գծի բարեկամի մոտ եղել է արդեն հայտնի թրոմբոզ, եթե տվյալ մարդու մոտ նախկինում երիտասարդ տարիքում եղել է թրոմբոզ կամ եղել են կրկնվող թրոմբոզներ, միայն կամ բարձր ռիսկի թրոմբոզի բարձր ռիսկի գտնվող մարդուն պլանավորվում է նշանակել էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչ, այսինքն միայն որոշակի պայմանների ցուցումների դեպքում է ստուգվում թրոմբոֆիլիա։ Եվ ինչպես է բուժվում։ Սա եւս կարևոր հարց, որ հաճախ մեծ պացիենտները նշում են, եթե ես ունեմ թրոմբոֆիլիա, ինչպես պետք է լինի իմ հետագա հսկողությունը։ Թրոմբոֆիլիան մշտական բուժում պահանջող վիճակ չէ։ Թրոմբոֆիլիայի դեպքում նշանակվում է բուժում պրոֆիլակտիկ դեղաչափերով, կանխարգելիչ դեղաչափերով, միայն եթե կա թրոմբոզի առաջացման իրական ռիսկ։ Դա հղիությունները, հետծննդյան շրջանն է, որոշակի մեծ ավալի վիրահատություններ, արդեն նշեցի որոշակի դեղորայքներ, քաղցկեղի ընթացքում եւ այստեղ հակամակարդիչները նշանակվում են ավելի փոքր կանխարգելիչ դեղաչափերով։ Իսկ եթե արդեն եղել է թրոմբոզ, այս դեպքում բուժման մոտեցումը այլ է, նշանակվում է տևական մեծ դեղաչափի հակամակարդիչներ, տևողությունը հիմնականում 3 ամսից մինչև 1 տարի, կախված լրացուցիչ գործոններից եւ ընդհուպ մինչև ամբողջ կյանք։ Ենթադրենք օրինակ ձեռքբերովի թրոմբոֆիլիայի մի տեսակ, հակաֆոսֆոլիպիդային սինդրոմ ունեցող մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են թրոմբոզ, մենք այս մարդկանց նշանակում ենք ամբողջ կյանք առանց ընդհատելու հակամակարդիչ բուժում, քանի որ հակամակարդիչ բուժման դադարեցումը բարձր ռիսկ է թրոմբոզի առաջացման տեսանկյունից եւ հիմնականում այսպես էլ հենց հայտնաբերվում են այս հիվանդները, ենթադրենք ունեցել է 1 թրոմբոզ, նշանակվել է բուժումը, ինչ որ մի ժամանակ, չգիտեմ, 3 ամիս, 6 ամիս, դեղորայքը դադարեցվել է, անցել է մի տարի, 1.5 տարի կամ մի քանի ամիս, շատ տարբեր է։ Մարդը ունեցել է երկրորդ թրոմբոզի դրվագը եւ արդեն դիմում են մեզ հասկանալու համար ինչու պետք է կրկնվող երկրորդ, երրորդ անգամ թրոմբոզի պատճառ լիներ ու հայտնաբերվում է այդ հիվանդությունը։ Ու արդեն այս հիվանդներին կոնկրետ այս խմբի մարդկանց մենք կյանքի ընթացքում չենք անում հակամակարդիչը։ Վաղ հայտնաբերելու համար մարդը նախապես ինչ-որ հետազոտությունների կարող է ենթարկվել։ Ես արդեն նշեցի, որ համատարած թրոմբոֆիլիա ստուգելու ցուցում չկա, որտեղ միայն թրոմբոֆիլիայի հայտնաբերվելը դեռ չի նշանակում, որ բուժում անհրաժեշտ կլինի։ Վաղ ստուգելու, նախապես ստուգել, ես ինքս իմ պրակտիկայում խորհուրդ եմ տալիս մարդկանց, ովքեր ունեցել են առաջին գծի բարեկամ ու մոտ հայտնաբերվել է թրոմբոզ, ինչի, որտեվ եթե հայտնաբերվի թրոմբոֆիլիան նախապես, մենք արդեն հետագա հղիություններ, մեծ ծավալի վիրահատությունների ժամանակ կարող ենք նախապես թրոմբոկանխարգելում անել, խուսափելով հետագա թրոմբոզներից։ Հանրությունը պետք է իմանա, որ թրոմբոֆիլիան դա հիվանդություն չէ, եւ ինչպես հաճախ պացիենտներն են նշում, արյունը մշտապես խիտ չէ, իրենց բառերով եմ ասում, այլ կանխարգելելի ռիսկային վիճակ է, որը համապատասխան պայմաններում հնարավոր է հեշտ կանխարգելել եւ հատկապես եթե մարդիկ ովքեր տեղյակ են իրենց ընտանեկան պատմությունից գնահատելով իրավիճակը ռիսկի գործոնները թրոմբոֆիլիան նախապես ստուգելով հետագայում խուսափել թրոմբոզից։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։